Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանը։ Պարոն Այվազյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր լավերը ընդունելու համար։ Պարոն Այվազյան մի քանի օր է ակտիվ քննարկում է հայկական քաղաքական կյանքում, նաև տեսնում ենք, որ այլ երկրները նաև անդրադառնում են այդ թեմային, Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Ինչ է տալու մեզ սա, այս փուլում, որովհետև ակնհայտ է, որ Իսրայելը դա մեզ համար չի, որ անում է, իր քաղաքական ինչ-որ նպատակների համար է դա անում, Հայաստանի իշխանությունն էլ չեզոք է արձագանքում, ասում է չպետք է դա զենքայնացնեն այդ հարցը։ Ի վերջո, այս փուլում ինչու էր պետք Իսրայելին այս հարցի ճանաչումը եւ ինչ է տալու ընդհանրապես մեզ։ Նախ սկսեմ այդ զենքայնացման տերմինից, դա անգլերեն weaponization է, հայերեն այդպիսի բառ չի եղել զենքայնացնել։ Եթե ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է անգլերեն մտածել, մի քիչ այնքան էլ իրականությունից այսպես հեռու կգնանք։ Այսինքն ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյանի համար այդ իր պատասխանը անգլերեն գրել է եւ տվել է։ Ինչը եւ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղղորդում են, հասկանում եք, ղեկավարում են, ուղղորդում են, թե չէ ինքը տեղում այդպես զենքայնացնել։ Պարզ, որտեղ այդ weaponization-ը ճիշտ բռնում է այս դեպքում, բայց հայերեն այդպիսի բառ չկա։ Ըստ էության կարող ենք հասկանալ, որ զենք դարձնել մեր դեմ կամ ինչ-որ պետության դեմ, այդ միտքն է փորձել։ Միտքը այն է, որ չպետք է քաղաքականացնել։ Եվ չպետք է ինչ-որ մեկի դեմ զենք որպես օգտագործել, հիմնականում քաղաքականացնել իմաստն է, եթե հայերեն խոսեր, կասեր չպետք է քաղաքականացնել, բայց իրեն տվել են, ասել են, սենց կասես, տենց ասել։ Սա ինչի մասին է վկայում, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ։ Եվ իր այդ պատասխանն էլ, եթե ընդունեն քաղաքականացնել ասել, զենքայնացնել է ասել, ինչ է ասել, դա էլ է նշանակում, որ եթե Հայաստանը այսպիսի կարևոր մի որոշման մասին կարծիք չի ուզում արտահայտել բացարձակապես, դա նշանակում է ինքնիշխանություն չունի։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը գիշեր-ցերեկ պնդում է, թե մենք ինքնիշխան պետություն ենք, երբևէ այսպես անկախ եւ ինքնիշխան չի եղել Հայաստանը եւ այլն, ոչ, ամեն օր ապացուցվում է տարբեր նմանատիպ Որը պետք է լինի նրա արձագանքը, ինչպես Ոչ միայն նրա արձագանքը, իսկ ինչու Հայաստանի հետ Իսրայելը այդ հարցը չի էլ քննարկել։ Չի քննարկել, չի Հայաստանի մասին մտածել, բայց այդ հարցը վերաբերում է Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Այդ ինչպես է ստացել, որ առանց Հայաստանի եւ հայ ժողովրդի եւ Իսրայելը եւ Իսրայելից առաջ մյուս պետությունները շատ հաճախ առանց Հայաստանի կարծիքը հարցնելու առանց խորհրդակցելու ինքնուրույն մեր մասին որոշումներ են ընդունում, մեզ վերաբերող որոշումներ են ընդունում։ Հասկանալի է, որ հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն է, փաստ է, եւ կարող են նաեւ առանց Հայաստանի ամենտեղ գիտնականները գրքեր գրել այդ մասին, չգիտեմ, տարբեր կոնֆերանսներ նույնիսկ կարող են անցկացվել, գիտաժողովներ եւ այլն, բայց երբ մի պետություն է ընդունում նման որոշում, դա նշանակում է արդեն քաղաքական քայլ է կատարվում։ Քաղաքական քայլը անդրադառնում է Հայաստանի վրա եւ հայ ժողովրդի վրա։ Այդ ինչու Հայաստանի հետ ոչ ոք չի քննարկում այս հարցը։ Սա մի քիչ ավելի հին պատմություն ունի, բանն այն է, որ մեր իշխանությունները երբևէ ինքնուրույն քաղաքականություն չեն մշակել այս կարևոր հարցի վերաբերյալ, որտեղ մինչև 91 թվականը, երբ Հայաստանը անկախ պետություն դարձավ, արդեն իսկ այդ միջազգային ճանաչման գործընթացը ընթանում էր, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Եվ դառնալուց հետո ինքնիշխան պետություն մենք պետք է մեր ձեռքը վերցնեինք գոնե ոչ թե ղեկավարայինք, չէինք կարող այդ խոշոր պետություններին հասկանալի է ղեկավարել ուղղություն տալ, բայց այնուամենայնիվ մեր դիրքորոշումը ունենայինք այդ հարցում։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք այնպիսի քաղաքականություն էր որդեգրվել, որ մենք չպետք է մտցնենք այդ հարցը։ Առաջնահերթություն չպետք է լինի չպետք է մտցնենք այդ հարցը արտաքին քաղաքականության ոլորտ, բայց միաժամանակ
Օրինակ 95 թվականին բավականին մեծ շուկով այդ դժվար տարիների համար այստեղ անցկացվեց մի գիտաժողով, որ նվիրված էր ցեղասպանության 80-ամյակին, բավականին մեծ շուկով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այդպիսի գիտաժողով չի անի այլևս։ Եվ ինչպես անցյալ տարի լուրջ միջոցառումներ պետական մակարդակով չանցկացվեցին։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ հարցը հայտարարվեց, որ մտցվել է արտաքին քաղաքականության դաշտ, բայց միայն կրավորական այսպես դիտում էր Հայաստանը եւ ողջունում էր, եթե որևէ պետություն ճանաչում էր հայոց ցեղասպանությունը որևէ իր պետական մարմնի կամ պետական գործչի ուրեմն միջոցով։ Հետագայում Սերժ Սարգսյանի օրոք այդ քաղաքականությունը շարունակվեց, իսկ հիմա առհասարակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է չի քաղաքականացնել, այսինքն սա արդեն թուրքական հին մշակված մոտեցումն է, սկզբունքն է իրենց քաղաքականության, որ հայոց ցեղասպանությունը քաղաքական հարց չէ, պատմական հարց է, այն դեռ պետք է պատմաբաններին ասում են։ Այո, պատմաբանին, բայց դեռ պետք է ճշտել, ով ում է կոտորել, իրենք այնտեղ ասում են հայերն են թուրքերին կոտորել Օսմանյան կայսրությունում։ Մինչև վերջերս անդադ դա կրկնում են։ Ուրեմն միշտ շղթելու է Թուրքիան։ Մինչև Թուրքիայում տեղի չունենա մի օր, եթե տեղի ունենա մի մեծ ոչ թե հեղաշրջում, այլ իսկական հեղափոխություն եւ թուրքերը սկսեն այլ կերպ վերաբերվել իրենց պատմությանը, մշակույթին եւ այլն, ամեն ինչին։ Բայց դա տեսանելի ապագայում անհնար է, հետագայում էլ երբ նման մի բան լինի 100 տարի, 200 տարի, 300 տարի հետո չգիտենք, կլինի թե չի լինի։ Միացյալ Նահանգներում, Կանադայում նոր սկսում են խոսել հնդկացիների դեմ, այսինքն բնիկ ժողովուրդների դեմ իրականացված այդ էթնիկ զտումների մասին, նոր այդ պետություններում ապրող ժառանգները այդ հնդկացիների իրավունքներն են իրենց սկսում պաշտպանել, տարբեր նաև օրենսդրություններ են փոփոխվում, ինչ որ փոխհատուցումներ են տրվում եւ այլն։ Սա հարյուրավոր տարիների մասին է խոսքը։ Ուրեմն Թուրքիայից սպասել նման բան պետք չի, բայց Հայաստանը վերցրել է նաև թուրքական այս խոսույթը փաստորեն, Փաշինյանը եւս մեկ նահանջ է կատարել, եւս մեկ զիջում է կատարում, ասում է չենք քաղաքականացնում, չենք զենքայնացնում եւ չի անդրադառնում այդ հարցին։ Հիմա ինչու Իսրայելը ընդունեց։ Դա մեզ ինչ կտա, այս հարցերին երբ անդրադառնում ենք, մեզ գուցե մի ինչ որ դրական բան տա, եթե Հայաստանի պետությունը լիներ ազգային եւ իր շահերը փորձեր պաշտպանել, որտեղ ցեղասպանությունը կապված է ներկա իրավիճակի հետ։ Մենք ինչու ենք այսօր այսպիսի թույլ խեղճ վիճակում, որովհետեւ հայրին ոչնչացրել են, մեզ մի այնպիսի անպաշտպանունակ տարածքի փոքր տարածքի մեջ են սեղմել, որը վտանգավոր է այս պետության գոյության համար եւ հիմա թելադրում են մեզ նորագույն պայմաններ էլ ավելի են ուզում հայաթափել այն մնացած այս վերջին բեկորը Սյունիքը հայաթափեն Սևանը գրավեն, չգիտեմ, այս կողմ են կողմ բերեն 300,000 ադրբեջանցիներ, որ պետական քաղաքականություն է իրենց կողմից արդեն հստակ տարվում է այդ ամեն ինչը։ Այսինքն հայոց ցեղասպանական հայոց դեմ իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը չի դադարել։ Երբեք էլ չի դադարել, քանի որ թուրքերը չեն կարողացել այդ գործը ավարտին հասցնել եւ իրենց դաշնակից ադրբեջանցիները, արևելյան թուրքերը։ Միայն խորհրդային միության գոյության ընթացքում էր, որ հարաբերականորեն այսպես սառեցվեց այդ գործընթացը, բայց շարունակվեց Ադրբեջանի խորհրդային հանրապետության տարածքում Նախիջևանը հայաթափվեց, տարբեր ուրիշ շրջաններ հայաթափվեցին եւ այդ process-ը ավարտվեց արդեն 91-94 թվականներին ամբողջությամբ այնտեղ որտեղ ադրբեջանցի զինվորեր այլևս հայ չկար։ Դա արդեն հասկանալի էր։ Այսինքն Թուրքիան իր քաղաքականությունը իրականացնում է շարունակական արևելյան կողմից Ադրբեջանի միջոցով։ Ինքը իբր մի կողմ է քաշվել, նույնիսկ միջնորդ է ուզում երբեմն ձևանալ։ Այսինքն դուք վերում հանգեցնում եք նաև Արցախի։ Իհարկե, Արցախը
հայոց ցեղասպանության մի մասն է։ Եվ մեզ 91-94 թվականներին հաջողվեց կասեցնել այդ հայոց ցեղասպանության արդեն նորից վերաբռնկված ուրեմն փուլը մեր հաղթանակով, հարաբերական հաղթանակով, չէի ասի, որ մեր հաղթանակը 94 թվականին լիակատար հաղթանակ էր, որովհետև Հայաստանն էլ սարսափելի թուլացավ այդ ընթացքում, բայց գոնե հողը պահեցինք եւ այդ հողի միջոցով Հայաստանը դարձավ պաշտպանունակ, ձեռք բերեց նվազագույն ռազմավարական խորություն, այսպես եւ կարողացավ 30 տարի շնչել, թեև անընդհատ սահմանին տեղի ունենում տարբեր անախորժ դեպքեր, սահմանապահներ էին ուրեմն սպանվում, մեր զինվորներն էին սպանվում եւ այլն, բայց Հայաստանը կարողացավ ծանր պայմաններում շնչել։ 20-23 թվականներին, երբ Արցախը հայաթափվեց, մենք հայտնվել ենք մի բոլորովին այլ ռազմավարական իրադրության մեջ, շատ ավելի թույլ, արդեն առանց դաշնակից գրեթե մի իրավիճակ է, երբ Հայաստանը կախված է մազից եւ պետք է մտածի ինչպես ինքը ներքին իր ռեսուրսները մոբիլիզացնի եւ արտաքին որևէ դրական զարգացում ծառայեցնի իր շահերին։ Օրինակ սա դրական զարգացում է։ Թեև կարող է ծառայեցնել մեր շահերին։ Թեև կարող է դրա համար պետք է ունենալ մշակված քաղաքականություն, որը չի ասում են որևէ իշխանության օրոք, որևէ նախագահի, որևէ կառավարության օրոք չի մշակվել, բա Հայաստանը այս պետությունները, որ ճանաչում են, արդեն 33-րդ պետությունն է ճանաչել։ Մենք չենք ուզում, որ օրինակ այդ բանաձևերը, որ ընդունվում են, այդ բանաձևերում այս հարցը ավելի ճիշտ նշվի, այն մյուս հարցը ավելի այսպես նշվի։ Ես 5 կետով առաջարկել եմ դեռևս 2007 թվականին տարբեր մամուլի միջոցներում մեզանում տպվեց հայերեն, ռուսերեն։ Պարոն Այվազյան, տեսեք, տեսակետ հետևյալն է, որ Իսրայելը բնականաբար մեզ համար չի, որ դա անում է, եւ անում է իր շահերի համար, եւ ըստ էության իշխանության թեզը հետևյալն է, որ եթե ինքը օգտագործում է մեր հարցը իր շահերի համար, ինչու մենք պետք է մտնենք կոպիտ ասած այդ առևտրի մեջ եւ ինչու մենք առևտրի մեջ պետք չէ մտնենք։ Ասում եմ, մենք պետք է կապ չունի, աշխարհում տարբեր բաներ են տեղի ունենում, ոչ մեր պատճառով, ոչ մեզ վերաբերող երբեմն, բայց այդ հարց, եթե մի բան է, որ նաև այսպես դու կարող ես այդ հարցը օգտագործել քո շահերի, ուրեմն պետք է օգտագործես։ Իսկ նման դեպքում սա հենց մեզ է վերաբերում։ Այսինքն, տեսեք, այստեղ հարցեր են առաջանում, իհարկե, որոշ բաներ դեռևս լրիվ պարզ չեն։ Իսրայելը միանգամից այս որոշումը ընդունեց, շատ անակնկալ հասկանանք վերջը ինչի համար էր։ Չենք կարող միանգամից հասկանալ։ Բայց ակնհայտ է, որ Թուրքիայի դեմ էր, ինչու էս փուլում Թուրքիայի դեմ։ Տեսեք, եթե Թուրքիայի դեմ լինի, մենք կտեսնենք շատ շոշափելի իրական այսպիսի ուրեմն հետևանքներ։ Օրինակ, Թուրքիայով այսօր դեպի Իսրայել է հոսում ադրբեջանական նավթը։ Բաքու Ջեյհանով հոսում է, հետո այնտեղից արդեն լցանավերով տանում են Իսրայել։ 50% Իսրայելը իր նավթի ստանում է Ադրբեջանից։ Հիմա եթե սա թուրք-իսրայելյան հակամարտություն է, այդ նավթը չպետք է հոսեր Իսրայել, հասկանում եք։ Հիմա իսկապես կա նման լարում, լուրջ լարում է վերջին տարիներին անընդհատ Էրդողանը իր հռետորաբանությունը Իսրայելի դեմ անընդհատ այսպես ուժեղացրել է, Նաթանյահուն համեմատել է Հիտլերի հետ, ցեղասպանություն է ասել, որ Գազայում տեղի ունենում է, իդեպ իսկապես Գազայում տեղի ունենում ցեղասպանություն, տարբեր անընդհատ ուրեմն սրել է։ Թուրքական բնակչությունը բավական լարված է Իսրայելի դեմ եւ կարող է լինել Թուրքիայի կողմից ընդհանրապես ներքին դաշտը հանգստացնելու առիթ, բայց Իսրայելը եթե նման որոշում է ընդունում, տեսնենք, կբերի սա նրան, որ օրինակ Ամերիկայում հրեական հզոր լոբիստական կազմակերպությունները կսկսեն աշխատել Թուրքիայի շահերի դեմ եւ զուգահեռաբար ինչ որտեղ օժանդակել հայկական լոբիստներին եւ Հայաստանին։ Ես չեմ տեսնում նման բաներ։ Կտեսնենք մենք թե դա չենք տեսնի։ Այստեղ կարող է ուրիշ բան էլ լինել, գիտեք։ Մի քիչ կոնսպիրոլոգիական այսպես կարող է հնչել, բայց այս հարցը կարող է անդրադառնալ նաև հայ-իրանական եւ իրано-ադրբեջանական հարաբերություններին։
Ինչպես։ Տեսեք, Ադրբեջանը քննադատեց Իսրայելին։ Դուք եթե Իրանը ինքը այսօր բավականին ծանր վիճակում է, թե վերջին պատերազմում կարելի ասել հաղթել է, այդ պատերազմը դեռ ամբողջությամբ չի կարելի ավարտված համարել, բայց այդ փուլում հաստատ հաղթել է։ Այնուամենայնիվ Իրանը կուզենար շահել տարբեր պետությունների, որոնք այսօր Իսրայելի դաշնակիցն են, այդ թվում Ադրբեջանի բարյացակամությունը։ Եթե Իրանը տեսնում է, որ Ադրբեջանը քննադատում է Իսրայելին, կարող է ինչ-որ այստեղ հարցեր առաջանալ։ Եթե այո, տեսեք, այսպիսի բաներ կան, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է ճիշտ դիրքորոշվի, չասի ես չեմ գնահատական տալի, գնահատական պետք է տա։ Ամբողջական գնահատական պետք է տա։ Ասի սա պատմական փաստ է, եթե ուզենք կմշակենք իրենց համար կտանք այդ։ Սա պատմական փաստ է եւ եթե որևէ պետություն ճանաչում է այս պատմական փաստը, որը անմիջականորեն անդրադարձել է եւ ինչեւ այսօր անդրադառնում է հայ ժողովրդի անվտանգության, Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, եթե որևէ պետություն սա դատապարտում է, ճանաչում է, մենք դա ողջունում ենք։ Միաժամանակ մենք պետք է նշենք, որ Իսրայելի կողմից այս քայլը չենք դիտում որպես այսպես բարոյական միայն հիմքերի վրա կատարված քայլ, քանի որ Իսրայել պետությունը մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ցեղասպանական ուրեմն պատերազմին։ Սա էլ պետք է ասվի։ Պետք է ասվի, որ մենք կուզեինք դիտել ինչպես բոլոր մյուս պետություններում, եթե այդ հարցը դրված է, եթե գիտեք, որ դրված է, օրինակ խորհրդարանում քննարկում է, Հայաստանի դիվանագետները պետք է իրենց տեսակետները այնտեղ փորձեին ներկայացնել, իհարկե Երևանից պետք է գնա ցուցումը, ոչ թե ամեն մի դիվանագետ չի կարող ինքնագլուխ այնտեղ ինչ-որ բաներ անել։ Նախ պետք է ասվի պատմականորեն ճիշտ նշեք, որտեղ է տեղի ունեցել ցեղասպանությունը։ Հիմա օրինակ Իսրայելյան հայտարարության մեջ պաշտոնապես մեզ հայտնի է մեկ փաստաթուղթ, դա Իսրայելի արտգործնախարարի ելույթն է կառավարության նիստին, որը եւ անմիջապես ընդունել է այդ ելույթից հետո ճանաչել է ցեղասպանության հնարավոր, բայց արդեն հաստատման ժամանակ ասեցվի, այդ տարբերակը կա, որովհետեւ էլի է եղել նման դեպք, երբ որ իրենք հայտարարել են, բայց գործընթացը կասեցվել է։ Այդպիսի տարբերակ հնարավոր է։ Խորհրդարան դեռ չեն տարել։ Դա եմ ասում, հնարավոր է։ Կառավարության որոշումը ինքնին, արդեն հստակ է։ Լուրջ քայլ է եւ չեմ կարծում, որ Քնեսեթ մտնի այնտեղ հարցը թե երբ կմտնի։ Հիմա օրինակ ամառային արձակուրդներ են լինելու եւ այլ կարող է ձգձգեն, նույնիսկ Ֆրանսիայում երկար տևես մի քանի տարի եւ այլ։ Բայց դա չի կարևոր, դա մեզ այդքան չպետք է հուզի։ Հիմա սա ճանաչել են լուրջ քայլ է։ Իդեպ մի բան էլ ասեմ, Իսրայելում ժողովուրդը 89 թվականին մեր ամպուտանտների հետ երկրաշարժի եղել եմ Իսրայելում մոտ 2 ամիս եւ ժողովուրդը ծանոթ էր ցեղասպանությանը եւ հիմա չգիտեմ ինչպիսին է այնտեղ իրավիճակը այն ժամանակ սովորական մարդիկ գիտեին հայոց ցեղասպանության մասին ինչի շնորհիվ մասնավորապես, չգիտեմ իրենց դասագրքերում էլ կարծեմ ինչ-որ բան նշվում էր, բայց այնտեղ շատ տարածված է եղել, հիմա էլ գուցե դեռ կարդում են Ֆրանց Վերֆելի Մուսադաղի 40 օրը գիրքը։ Շատ տարածված էր, այսինքն հասարակ մարդիկ այդ գրքից շատերը գրագետ մարդիկ կարդացել էին, բժիշկներ, որ մենք շփվում էինք, այդ գիրքը կարդացել էին, այդ փաստը իրենց համար ծանոթ փաստ էր։ Իսրայելցի եւ հրեա գիտնականները, հայագետներ, ցեղասպանագետները մեծավ մասամբ բոլորն ընդունում են։ Կան նաեւ կեղծարարներ, բայց դրանք փոքրամասնություն են կազմում։ Դա պետությունն է Իսրայելի եւ սիոնիստական կազմակերպություններն են ամբողջ աշխարհի, հատկապես Միացյալ Նահանգների AIPAC հզորագույն կազմակերպություններ, որը միշտ դեմ էր հանդես գալիս ցեղասպանության ճանաչման դեմ էր Միացյալ Նահանգներում օժանդակելով թուրքերին, քանի որ Թուրքիան եւ Իսրայելը խոշոր հաշվով դաշնակիցներ էին եւ իրար մեծ այսպես բաներ են մատուցել, ծառայություններ մեկը մյուսին, առևտրի տեսքով, նաեւ հայերի դեմ։ Էլ չխորանամ, օրինակ 82 թվականին Բեյրութում ինչպիսի դեպքեր են տեղի ունեցել։ Շատ լավ, պարոն Այվազյան, ես ուզում եմ նաև այդ ձեր ասած թեմայի այդ նրբությունը հասկանալ։ Տեսեք, երբ որ Իսրայելը նման բան է հայտարարում,
Ադրբեջանը մենք լսանք ԱԳՆ-ի նրանց հայտարարությունը, այո, դատապարտում էին Իսրայելին, բայց ինչ կփոխվի, ինչ երանգային քաղաքական փոփոխություն կլինի Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում եւ ընդհանրապես Իսրայել-Ադրբեջան այդ հարաբերությունները որևէ ձևով կփոխվեն։ Դե մենք պետք է սպասենք, տեսնենք, չենք կարող հիմա 100%-ով ասել, որովհետեւ ինչ որ բաներ անպարզ են, ասում եմ, փաստերը քիչ են, անակնկալ որոշումներ, հետո քանի տարի Իսրայել-Թուրքիա այս լեզվակռիվը շարունակվում է, բայց շատ լուրջ հետևանքների դեռ չի բերել, բայց կարող է բերի։ Ուղղակի չգիտենք, տեսնենք, կբերի, չի բերի, կա Միացյալ Նահանգների գործոնը, որը եւ Իսրայելի դաշնակիցն է եւ Թուրքիայի դաշնակիցն է, բացի դրանից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Հենց հիմա Թուրքիայում հունիսի 7-ին 8-ին տեղի են ունենալու կամ 6-ին 7-ին չեմ հիշում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է տեղի ունենալու, վերջերս Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն իրար հետ նստած երկուսով Էրդողանին էին գովում եւ թուրքական զինված ուժերի մասին այսպես հիացական արտահայտություններ էին անում երկուսով։ Այնպես որ այստեղ པարզ չի, տեսնենք հələ ուր կբերի այս ամեն ինչը իրենց միջև, բայց ասում եմ Հայաստանը պետք է դիրքավորվի միշտ, ոչ թե միայն Իսրայելի ընդունած այս որոշման վերաբերին, չի նշանակում ես չեմ արձագանքում։ Այդ գիտեք են բաները չեն արձագանքում էլի, մարդիկ արձագանքում են, երբ ինչ որ մի բան վերաբերում է իր կյանքին, կյանքի հարց է, իսկ ցեղասպանությունը մեր կյանքի հարց է եւ այն ժամանակ եւ հիմա սա շարունակական process է, ցավոք սրտի։ Մեզանում բթացվել են մեր ժողովրդին այս վերջի 35 տարում չասելով, որ մենք գտնվում ենք անդունդի եզրին, միայն հիմա չենք գտնվում, մենք 91 թվականից սկսած գտնվել ենք անդունդի եզրին եւ մեծագույն այդ զողությունների գնով կարողացանք 94 թվականին ապահովել ինքնուրույն մեր միջոցներով ապահովել մեր անվտանգությունը եւս մի քանի տասնամյակ, բայց այդ մի քանի տասնամյակը սխալ օգտագործեցինք։ Այդ մի քանի տասնամյակում հազար ու մի սխալներ տեղի ունեցան, քաղաքական ինստիտուտները չզարգացան, կուսակցությունները փչացան, եթե կային չձևավորվեցին, պետական ապարատը փչացավ, իրավապահ մարմինները ոտքից գլուխ փչացան, օրենքի հետ որևէ առնչություն չունեն, այն ինչ որ իշխանությունը կասի են կանեն, այն ինչ որ չի ասի չեն անի։ Սահմանադրական դատարանը տեսնում ենք արդեն ինչպիսի դատավորներ են այնտեղ նստած, երկու նախադասություն չեն կարողանում իրար կապել, անկապ բաներ են խոսում, այնինչ սահմանադրական դատարանի դատավորը դա պետք է լիներ մեր ամենախոշոր իրավական մտքի կրողներից մեկը եւ այլն։ Այս ամեն ինչը, գիտեք, նոր պատմություն չի։ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչի այսպես գլուխգործոցն է, այս սխալ ընթացքի այս փչացած սխալ ընթացքի գլուխգործոցն է նա։ Հիմա արդյոք այս իրավիճակում, երբ որ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններն է կարգավորում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, այ նման քայլերը դիտարկում է որպես հնարավոր վտանգ այդ հարաբերությունների համար, դրա համար չի արձագանքում, դրա համար ասում է զենք են օգտագործում։ Ոչ, այդպիսի նախ գործընթաց չկա խաղաղության։ Կա Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի գործընթաց, ոչ թե կա խաղաղության գործընթաց, պետք է իրերը իրենց անունով կոչեն։ Սա լիակատար կապիտուլյացիա է։ Եվ այս նախադասությունն էլ, որ ասեց չի կարելի զենքայնացնել կամ քաղաքականացնել ցեղասպանության հարցը, մենք չենք պատրաստվում արձագանքել, ինչ չես պատրաստվում։ Քո մասին են խոսում, դու ոնց չես պատրաստվում արձագանքել։ Այս ամենը նշանակում է, որ կապիտուլյացիան շարունակվում է, եւ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վախենում է, որ խաղաղության գործընթացը կտապալվի, այդպիսի գործընթաց չկա, այլ վախենում է, որ իր իշխանությանը հարված կհասցվի եւ ինքը կընկնի։ Սրանից է վախենում։ Թե չէ, գիտեք, ասում եմ, պահեր կա, օրինակ այս նույն հայտարարության մեջ, ինչպես մյուս հայտարարությունների մեջ, Հայաստանը պետք է իր կարծիքը ասի, օրինակ ասի, ինչ է գրել Անատոլիայում է տեղի ունեցել։ Անատոլիայում չի տեղի ունեցել այդ ցեղասպանությունը, տեղի ունեցել Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ մասերում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության, ինչպես եւ գրված է իդեպ մեր անկախության հռչակագրում եւ դրա համար էլ նաեւ հենց այդ հոդվածի համար էլ են ուզում վերացնել անկախության հռչակագիրը։ Այնտեղ գրված է
իրականացվել է Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունը եւ Օսմանյան կայսրությունում։ Օրինակ սա պետք է նշվի, Անատոլյան որն էր։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն վախենում է այդ տերմինը օգտագործել Արևմտյան Հայաստան։ Արարատ տերմինը, բայց փոխարենը Ադրբեջանի չի վախենում եւ անդադ օգտագործում է Արևմտյան Ադրբեջանը։ Իհարկե, որովհետեւ կապիտուլացված է Նիկոլ Փաշինյանը դարձել է այն աստիճան կապիտուլացված, որ վերածվել է արդեն դրածոյի։ Եվ այս առումով նաև ուզում եմ անդրադառնանք մի թեմայի, նաև այս համատեքստում վերջին շրջանում շատ է քննարկումը Արևմուտք, Ռուսաստան այս հակադրությունը Հայաստանում եւ այս օրերին Հայաստան է գալու նաև Եվրամիության պաշտոնյաները, ինչ է փոխելու Հայաստանի քաղաքական օրակարգում, երբ որ Ռուսաստանը մի կողմից նման սահմանափակումներ է իրականացնում, մյուս կողմից եվրոպացի պաշտոնյաները գալիս են Հայաստան եւ խոստանում են օգնել, աջակցել Հայաստանին, որ այդ սահմանափակումները հայ ժողովուրդը չզգա։ Ինչ է այս փուլում կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ։ Նույն կուրսն է, նույն Ռուսաստանից անջատվելու կուրսն է։ Ռուսաստանից էլ գուցե թե խրախուսում են այս ամենը, նաև այդ սահմանափակումները մտցնելով, որտեղ դրանով Հայաստանը իսկապես կտրվում է Ռուսաստանից։ Եթե Ռուսաստանը ինքն է կտրում, գուցե նաև խրախուսում է այդ ամեն ինչին, հասկանում եք, որովհետև Ռուսաստանը կարող է համաձայնության մեջ մտած լինել Միացյալ Նահանգների հետ, այսինքն առևտրի մեջ մտած լինեն, ցույց չտալով այսօր ամբողջ աշխարհում բեմադրվում են տարբեր նմանատիպ ուրեմն գործեր, ցույց չտալով, որ ինքն էլ է նպաստում Հայաստանի հեռացմանը, այդ բաներ իրականացնի։ Ուրիշ հարց է, որ Եվրոպան երբեք չի կարող փոխարինել Հայաստանի համար Ռուսաստանի շուկան եւ ԵԱՏՄ-ի շուկան։ Չի կարող։ Ես ճիշտ հասկացա, այսինքն Ռուսաստանը ձեռնտու է փուլում Հայաստանից հեռանալ։ Ոչ, ձեռնտու չէ, բայց Ռուսաստանի իշխանությունը այս վերջին տարիներին շարունակաբար իրականացրել է քաղաքականություն, որը նպաստել է, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից հեռանա։ Այսինքն Ռուսաստանի քաղաքականությունը կատարել է քայլեր, որոնք ձեռնտու չեն Ռուսաստանին։ Հասկանում եք, ինչի հետևանքով Հայաստանը ավելի է հեռանում։ Այո, տեսեք, այս վերջին բոլոր տարիներին 10 տարի շարունակ ավել 14-16 թվականներ, նույնիսկ ավելի վաղ, սկսած հայ-թուրքական այ գործընթացից, երբ Ռուսաստանը ինքը մասնակցում էր, ստիպում էր նաև մյուսների հետ, Արևմուտքի հետ միասին, համատեղ ստիպում էին, որպեսզի Հայաստանը ստորագրի այդ հայ-թուրքական խայտառակ տխրահամբավ այդ արձանագրությունները, որով դարձյալ մեծագույն զիջումներ էին կատարվում, այնտեղ էլ ի դեպ կար պատմաբանների ենթահանձնաժողով էր ստեղծվելու, որը պետք է քններ տարբեր հարցերը, բնականաբար խոսքը վերաբերում էր առաջին հերթին հայոց ցեղասպանության հարցին։ Եթե պատմաբանները քննում են, արդեն դառնում է վիճարկման, վիճաբանության հարց է դառնում ու կարող են 500 տարի քննարկել, եթե իհարկե 500 տարի Հայաստանը մնա այդ պայմաններում։ Այսինքն, իսկ Եվրոպան թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, ինչպես նաև թքած ունի Ուկրաինայի ճակատագրի վրա, տեսեք, ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Ուկրաինան որպես պետություն սարսափելի տուժել է, ժողովրդից ահռելի զանգված հեռացել է Ուկրաինայից 10 միլիոնից գումարները ինչի համար են տրվում մեզ։ Այդ գումարները մեզ չեն փրկելու եւ ուր է որ տրվում են եւ ինչքան են տրվում։ Խոստացել էին, չէ՞, հիշում եք, երբեր 20, ինչ որ 3 քանի միլիարդ եվրո էին խոստացել, ուր են այդ գումարները։ Բայց որ թվին էր դա որ խոստացան, 21, 22 թիվներ, 22 թիվներ կարծես թե։ Ուր են այդ գումարները։ Այստեղից Եվրոպա հայկական ապրանքի արտահանումը երբեք այդ ծավալներով չի կարող իրականացվել։ Գուցե կարողանան կազմակերպել 10%-ը այդ նույն ծավալների այնտեղ տանեն, բայց դա էլ է հարց, տանեն թե չեն տանեն։ Ընդհակառակը մեզ կապելու են Թուրքիային եւ Ադրբեջանին, մեր առևտուրը, մեր տնտեսությունը ամբողջությամբ դնելու են Եվրոպան, Արևմուտքը, դնելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ, Թուրքիան եւ Ադրբեջանը, եթե այսպես շարունակվի, կլանելու են Հայաստանի տնտեսությունը եւ ոչնչացնելու են Հայաստան։ Արդեն այնքան են, նաև այդ միջոցով են կլանելու։ Այս բոլորի մասին տարիներ շարունակ
այսինքն խոսել են, կարելի է էլի խոսել երկար բացատրելով, թե երկար բացատրելու բան էլ չկա։ Հայաստանի տնտեսության մեջ, եթե թուրքական, ադրբեջանական ընկերությունները մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ անեն, գրավեն մի քանի կարևոր ոլորտ, ոչնչացնեն մի քանի ուրիշ կարևոր ոլորտ, հայկական աշխատավարական այս աշխատանքային ուժ տանեն աշխատացնելու Թուրքիայում, Ադրբեջանում, իրենց զանգվածը բերեն այստեղ, անունը դնելով իդեպ նաև մահմեդական հայեր, այդ հերթական փուչիկը, որ այդքան տարածված էր 20 տարի, գլուխներս տարան մահմեդական հայերով, ես այն ժամանակ այնց ասում եմ, որ սա ծուղակ է, ծուղակ, այդ ամեն ինչն էլ բերեն այստեղ լցնեն, Հայաստանը վերջանալու է, այս անգամ ոչ թե թուրքական կացնային մեթոդներով, այլ արևմտյան, ավելի նուրբ մեթոդներով, ժողովրդագրական առումով այստեղ ջնջվելու է, Ադրբեջանը արդեն իսկ հաստատել է իր վերահսկողությունը Հայաստանի որոշ ճանապարհների վրա, եթե անգլավները հանձնվեն, մյուս ճանապարհների վրա էլ է հաստատելու իր վերահսկողությունը։ Իսկ կարծում եք կգնա այդ քայլի այս փուլում Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե կարող է գնալ, իսկ նա ասել է, որ չի գնա, ընդհակառակ ասել է, որ ես գնալու եմ, ասել է, որ ստորագրել է։ Քանի որ ունի սահմանադրական մեծամասնություն, սահմանադրություն փոփոխելու խնդիր ունի, կարող է եւ նաեւ խնդիր կունենա անկլավների հետ կապված։ Ամեն ինչը կարող են անել փաստի առջև կանգնեցնելով ժողովրդին, քանի որ ընդդիմությունը չունի որևէ հեղափոխական ցանկություններ, ընդդիմությունը ամենայն հավանականությամբ այս ՍԴ-ի աշխատելու է, փողոցը մարդ կարող են գեներացնել։ ՍԴ-ի որոշումից հետո, որը արդեն հասկանալի է ինչպիսին է լինելու, ՍԴ-ն հայտարարելու է, որ էական կերպով ընտրությունների վրա ընտրախախտումները չեն ազդել, այո, եղել են այսինչ այնինչ, բայց դրանք չեն ազդել, ընտրությունները կայացած են, իշխանությունը ընտրված է, գնացեք ձեր մանդատները վերցրեք, վերընկեք հանգիստ ձեր տեղը, սիրուն վերցնելու են մանդատները, չգիտեմ բոլորը այդ 3-ից թե 2-ը, գուցե կարող են նաև ինչ որ վերակվերկություն կազմակերպել բանի համար, ԲՀԿ-ի համար եւ ԲՀԿ-ին մտցնել, դրանով ասել դե հանգստացեք, գնացեք, վերընկեք ձեր տեղը, բայց էդ էլ հենց պետք է։ Կարող է դա էլ չանեն, եթե իրենց ուժերում շատ վստահ լինեն, ասեն չէ, դա էլ չենք անում, այս երկուսին գնացեք։ Հիմա այդ երկուսից երկուսն էլ կգնան, թե մեկը գնա, թե ինչ կլինի, կփորձեն օրինականացնել դրանով, լեգիտիմացնել այս ընտրությունները, որոնք բացահայտորեն չընտրություններ էին, այսինքն կեղծված ընտրություններ էին, բոլոր առումներով, նախընտրական փուլով, ընտրության օրով, հաջորդ օրով, գիշերով եւ այլն, ամեն ինչով։ Այսինքն ձեր ասած տարբերակը միակ հետեւյալն է, որ պետք է հեղափոխական միջոցներով փոխել իշխանությունը։ Գիտեք, հեղափոխականն էլ ունի տարբեր ձևեր։ Այն նույն հեղափոխականը, որը կարող էր իրականացնել թեկուզ հունիսի 8-ին ընդդիմությունը, մարդկանց անելով փողոց, բայց այդ օրը բոլորը անհայտացան, բոլոր առաջին դեմքերը ընդհանրապես մի օր չխոսեց, 24 ժամ ձայն-ձուն չեկավ։ Այս ամեն ինչը կբերի ինչ-որ մի փուլի, երբ ժողովուրդը ինքը ինչ-որ միջոցներով անկազմակերպ կփորձի դիմադրել։ Երբ որ ցասումը մեծանում է, պայթում է։ Այո, բայց այդ դիմադրությունը ինչպիսին կլինի, արդյունավետ կլինի, արդյունավետ չի լինի, կհասնի ցանկալի նպատակներին, թե չի հասնի, չգիտենք։ Այսինքն տարերային կարող է լինել բողոքը, երբ բանը բանից անցնի, իսկ բանը բանից արդեն անցել է, ուղղակի մնացել է եւս մի քանի քայլ, օրինակ Տիգրանաշենի հանձնումն է, ադրբեջանցիների ներմուծումն է Հայաստան, տարբեր ուրիշ կրթական մեր ծրագրերում իրականացվող փոփոխություններ, դժվար է ասել, թե որը կարող է այո, կարող է վաղը չեմիսօրը որոշեն Անդրանիկի արձանը Ալիևի հրամանով, ինչ սա լուրջ բան է, նրանք արդեն իսկ պահանջում, նրանք գրել են, որ այդ բոլոր արձանները պետք է վերացնել։ Այդ ես հենց այնպես չեմ ասում, ՄԱԿ-ին ներկայացված դեռևս 2023 թվականին այդ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին զեկույցներում, որ Ադրբեջանից պաշտոնապես, որպես պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել ՄԱԿ-ին, այնտեղ գրված է նաև դրանք են գրված, որ պետք է այդ բոլոր մեզ վերաբերելու են այդ բոլոր արձանները եւ այլն
սկսած մեր ազատամարտիկների արձաններից, որ ամենուր կան, Երևանում, գյուղերում, վերջացրած Անդրանիկի, Նժդեհի, մյուսների արձանը, դրան էլ են հասնելու, բնականաբար։ Այդ պետությունների նպատակը հասկանում եք, ցավոք սրտի դարձյալ մեր իշխանությունները սկսած 91 թվականից ժողովրդի հետ բաց լեզվով չեն խոսել, չեն բացատրել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը ոչ թե Արցախի հարցն է, Հայաստանի ոչնչացումն է։ Էլա պարզ բան ասա։ Հազար ձևով ասենք կարողա չեն հասկանում, բացատրեցինք, դրեցինք այսպես գիտական կետերով առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ ապացուցելով, չգիտեմ, գրքեր գրեցին, դիսերտացիաներ գրեցին, բայց չասվեց։ Եվ մեր զինվորականությունը նույնիսկ դա չասվեց։ Մեր զինվորականությունը, որ այսպես հեշտությամբ ընդունեց Արցախից դուրս գալու, հա լավ, որոշում են, դե լավ դուրս են գալի։ Ինչի են այդպես ընդունել։ Եվ որտեվ տարիներ շարունակ ասում են, դե պետք է այդ տարածքները հանձնենք, դե պետք է հանձնենք։ Աղդամը մեր հայրենիքը չի, չգիտեմ այսքան ասեցին։ Ընդհակառակը զինվորականության հետ ճիշտ պետք էր ռազմավարական ճշմարտությունը պետք էր ասել այդ գեներալներին, գնդապետներին, մյուսներին, որ այստեղ դրված է Հայաստանի լինել չնելու հարցը։ Եթե մենք հանձնում ենք 1 քառակուսի կիլոմետր տարածք, դրանով թույլ ենք տալիս թշնամին հեշտացնի իր Հայաստանի ոչնչացման խնդիրը։ Եվ տեսանք, որ այդպես է լինում, այդպես էլ շարունակվում է։ Չեն աշխատել ժողովրդի հետ իշխանությունները, չի աշխատել ժողովրդի հետ այսպես արդյունավետ կերպով ընդդիմությունը, հասկանում եք։ Հետո էլ բոլորը բողոքում են ժողովրդից, հենց իրենց դուրը չի գալիս, ժողովուրդը մեզ չքվեարկեց, ժողովուրդը սենց չի հասկանում ժողովուրդը։ Փաշինյանը իշխանություն լինելով էլ շատ հաճախ ժողովրդից բողոքել է։ Ընդդիմություն լինելով հա բողոքում է ժողովրդից, անընդհատ գիշեր-ցերեկ։ Հիմա էլ առաջ էլի դեպ։ Էս է վիճակը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։